Տիկին Միքայելյան, խնդրեմ ներկայացրեք ձեր խնդիրը, ինչ խնդիր ունեք։ Շնորհակալություն, բարի ողջույն ձեզ։ Իմ խնդիրները այնքան բազուն ու բազուն, որ այս շուրջ տարիներ շարունակ, ոչ թե շուրջ տարիներ շարունակ հետապնդման եմ ենթարկվում, եւ ապօրինի հետապնդման եմ ենթարկվում, եւ դատախազության կողմից, եւ քննչական կոմիտեի կողմից, եւ ոստիկանության պաշտոնատար անձանց կողմից, քրեականի աշխատողների կողմից, եւ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից, եւ ԱԱՑ-ից մի քանի հոգու կողմից։ Ինչքան իրավական համակարգ կա, այսպես իրավապահ մարմիններ կան, բոլորի կողմից ես ապօրինի հետապնդման եմ ենթարկվում ինձ անհասկանալի պատճառներով։ Ես իմ ամբողջ կյանքում օրինակելի մարդ եմ, ես բացարձակապես ոչ մի վատ արարք չեմ արել, մարդկանց նկատմամբ միշտ մեծագույն հարգանք եմ ունեցել, միշտ քաղցր խոսքով, լավ վերաբերմունքով մարդկանց տեսնելիս բարևել եմ, ողջունել եմ եւ ամենալավն ու ամենաբարին ցանկացել եմ։ Այս ամեն ինչը սկսվել է այն ժամանակվանից, երբ ինձանից հանցավոր արարքներով խլեցին իմ ամբողջ ժառանգական գույքը, իմ սեփականությունը, պատճառելով ինձ էական վնաս եւ դրա համար էլ ինձ այսօր միջև օրս այսպիսի հետապնդման են ենթարկում եւ նույնիսկ այդ հետապնդումները կապված են նաեւ նրա հետ, որ ես այսօր ապրում եմ Բայրոն փողոցի վրա եւ մարդիկ ուզում են ապօրինաբար հանցավոր արարքներով այդ բնակարանը նաեւ խլել։ Այո, որովհետև մենք ապրում ենք մի երկրում, որտեղ ոչ օրենք կա, ոչ իրավունք կա, քաղաքացին պաշտպանված չի, այլ այս օրենքում գործում է մի խումբ մարդկանց կողմից կազմակերպված հանցախմբի մեջ են մտնում գլխավոր դատախազությունը իր բոլոր վարչական շրջանների դատախազություններով, քննչական կոմիտեն իր բոլոր վարչական շրջանի քննչական մարմիններով, ոստիկանություն չեմ կարող ասել, միլիցիան իր բոլոր վարչություններով, բոլոր քրեականի աշխատողներով, հակակոռուպցիոն կոմիտեն, որ հակակոռուպցիոն կոմիտե չի կարելի համանել, այլ կարելի է կոռուպացված մի հանցախումբ։ Ինչ որ ես ասում եմ, հարգելից պատասխանատու եմ իմ ամեն մի բառի համար, ամեն ինչի համար ունեմ վերաբերելի ապացույց, բայց գեղեցկուհիս ումը պետքա ապացուցես, եթե այստեղ չկա մի այնպիսի մարմին, որտեղ ճշմարտությունը, արդարությունը գոյություն ունի, ճշմարտություն, արդարություն, օրենք գոյություն ունի, որի առջև դնես այս փաստաթղթերը ու ասես, հարգելիս, սա օրենքից դուրս է, սա հանցագործություն է կատարված ձեր դատախազի, կատարված ձեր քննիչների կողմից, չկա այդպիսի մարմին։ Ինչ այս վարչախումբը, հա, խափելով ժողովրդին, օգտագործելով մարդկանց դարդ ու ցավը, զավթեց իշխանությունը, ավելի վատ վիճակի մեջ մենք հասանք։ Բոլոր այնտեղ անտերության մատնված ամբողջ պետությունը, ով ինչ ուզում է, այն էլ անում է։ Պետքա կոկորտը բրիտվով էլ կկտրեն, պետքա վիզը կկտրեն, ինչ կուզեն կանեն։ Այն ինչ որ ես ասում եմ, իմ հետ կատարվել է։ Հարգելիս, հիմա ես ինչու եմ անում խնդիրը, մի քանի օր առաջ ես ստացա մեղադրական եզրակացություն, որից մեղադրանք է առաջադրվել, թե իբրև ես 2022 թվականին կենտրոնական ոստիկանության կենտրոնական բաժնում ինչ որ մի հետաքննիչի, որի հետ բացարձակ առնչություն չեմ ունեցել, հա, իբրև ծանր վիրավորանք եմ հասցրել, հոդվածը 137.1 ծանր վիրավորանք, որը ապաքրեականացված է։ Այսինքն մարդիկ այնքան են ինձ հետապնդում, տեսնում են, որ դատարաններում ոչ մի իրավական հիմք չունեն, ինչ ճնշելու, իմ նկատմամբ ասենք, ինձ ունեզրկելու, հա, բոլոր դատարանները, բոլոր օրինական, շնորհակալ եմ նախ դատավորներից, բոլոր օրինական որոշումներ են կայացնում, այն ամենի վերաբերյալ ինչի մասին, որ ես ձեզ ներկայացրեցի, փառք ու պատիվ մեր լավ դատավորներին, դրա համար հիմա սկսել են այս ճանապարհով, հա, ինձ քրեական հետապնդում են բան արել հարուցել իմ նկատմամբ գոյություն չունեցող հոդվածով, գոյություն չունեցող հանցագործության դեպքով եւ գոյություն չունեցող հանցակազմով։ Միշտեր մարդուն քրեական հետապնդում են հարուցում, ասինքն քրեական պատասխանատվության են ենթարկում, երբ այդ մարդու արարքում արկա է իրավաբանական հանցակազմ, բայց չկա, գոյություն չունի։ Ես այդ հետաքննիչին ոչ շփվել եմ, ոչ վիրավորել եմ, դեռ իրանք են վիրավորում, իրանք են կատարում հանցավոր արանքներ, հաղորդման ընթացք չտալը դա մարդու
մարդուն վնաս պատճառել է, դա հանցագործություն է, որը իրավաբանության մեջ հայտնի է հանցավոր անգործություն, բայց քանի որ մենք ապրում ենք օրինական երկրում, որտեղ անիրավական երկրում, այսօր ով ինչ ուզում անում է, այս հանցախմբի իշխանության օրոք էլ ավելի է ամրապնդվել հանցագործությունը, հանցախմբի կողմից քննչական կոմիտե, դատախազություն, ոստիկանություն, հակակոռուպցիոն բանդա եւ որ նախորդիվ նշեցի հարգելիս այս մեղադրական եզրակացությունը արդեն իսկ ուղարկել են դատարան, մակագրվել է իրանց ցանկալի դատավորին, դրան էլ անդրադառնամ, որ այսօր ես շատ լավ ծանոթ եմ թե ինչը ոնց է կատարվում, հա, երբ որ ասում են ոնց է այս դատավորին մակագրվում, հատկապես այն մարդիկ, որ իրենք թիրախավորում են, իրանք կարողանում են տվյալ մարդու գործը մակագրել իրանց ցանկալի դատավորին։ Անում է դա դատական դեպարտամենտը, դատական դեպարտամենտի ղեկավարը, հա, Նայիրի ղեկավար, ԺՊ-ը, Նայիրի Գալստյանը, դա ոստիկանության աշխատող է եղել, նրա տեղակալը այս նախարարի, ոնց է անունը դրա, այդ ոստիկանության, հա, նախարարի Արփի Սարգսյանի ամուսինն է եւ այդ քրեականի աշխատողները, որոնք ինձ ապօրինաբար հետապնդում են, կապված են նրանց հետ, բազուն անգամ տեսել եմ, բազուն անգամ նկատել եմ եւ այսքան ամբողջ օրը 24 ժամ ինձ հետապնդելով վերջը մտածեցին, որ այս սուտ բովանդակությամբ եզրակացությունը կազմեն մեղադրական, ուղարկեն, անգամ գալիս են իմ պատուհանի տակ գոռում են, որ ես պետքա կալանավորվեմ, ինձ պետքա կալանավորեն եւ բերդում սպանեն, ես ինչ որ ասում եմ, ես ամեն ինչի վերաբերյալ հաղորդում եմ տվել հանցագործության այդ քրեականի աշխատողները, այլ մարդիկ եւ ինձ մի քանի անգամ նաեւ սպառնացել են, որ ինձ պետքա բերդ ուղարկեն ու ինձ պետքա սպանեն։ Ես այն ինչ որ ասում եմ, բոլորի վերաբերյալ ես հաղորդումներ եմ տվել, բայց քանի որ հանցագործ իշխանություն ունենք, այո, իշխանությունը հանցագործ է, որտեղ բոլոր իմ նշած կառույցները ենթակա են կառավարությանը։ Կառավարությունն է հսկում եւ քանի որ իրան ենթակա բոլոր այս իրավապահ մարմինները առերևույթ հանցագործություններ են կատարում, նշանակում է հանցագործը նաև իշխանությունը։ Անիծվեր այն օրը, որ մենք բերեցինք սրան դրեցինք մեր երկրի վարչապետ, մարդ, որը կապ չունի ոչ քաղաքացու դարդուցավի, ոչ քաղաքացու անվտանգության, ոչ օրենքի, ոչ օրինականության, ոչ մի բանի հետ։ Ինքը իր քառակուսի սենյակում նստած գործարք է կատարում, բոլորս ականատես ենք, տեսնում ենք ինչ է կատարվում, ինչպես է մեր հայրենիքը հանձնվում, ինչպես է մեր սրբության սրբոց հայ առաքելական եկեղեցու դեմ հանցավոր արշավ կազմակերպում եւ ես մի անգամ եմ իմ հարցազրույցում ասեցի ծիծաղելի է որ կաթողիկոսի նկատմամբ մեր վահապարի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվում օրինակ դատական ակտը չկատարելու հիմքով ասեմ որ գեղեցկույս բազում դատական ակտեր ունեն փառք ու պատիվ մեր լավ դատավորներին որոնք օրինական ուժի մեջ են մտել բայց չեն կատարվում հենց իր քննչական կոմիտեի հենց իր դատախազության կողմից այսինքն այս մարդը միայն իր անձնական շահերին վերաբերվող իր անձնական ցանկություններին վերաբերվող հանցավոր արարքներով է զբաղված Փաշինյան Նիկոլը իր վարչախմբով իր հանցախմբով ժամ առաջ պետքա հեռանա ես կոչ եմ ոչ թե կոչ եմ անում բերանս բացում են մարկանց գլխին գործանա ես ուղղակի խնդրում եմ աղաչում եմ մեր սփյուռքահայ հայերին դրսում գտնվող մեր հայերին համախմբել այս չարիքից ազատվելու համար ասեմ որ քրեականների հետ կապված եւ ինձ ապօրինի հետապնդում է Անահիտ Սարդարյան անուն ազգանունով մի աղջիկ որին ես բացարձակ չեմ ճանաչել ինձ հետապնդելով ինձ վիրավորելով ինձ զրպարտելով իմ նկատմամբ քարեր շպրտելով մեքենան իմ վրա վարելով հա իմ վրա թքելով ջուր շփելով անգամ ինձ այնպես էր հրե այս 2 տարի շարունակ է հետապնդում որ ես մեր այդ Անահիտ Սարդարյանը ում նկատի Հեսա ես կասեմ այդ անունը որ ես այն ջրավազանը որ կա պապլավոկի ընկել եմ եւ մարմնական վնասվածք եմ ստացել այս մի քանի ամիս մի ամիս էր մի քանի ամիս առաջ էլ մեր մուտքում հանդիպել դանակը դրել էր կոկորտից ես այս աղջկա վերաբերյալ հաղորդում եմ տալիս ու այն ինչ որ ձեզ ասում եմ դրա հիմքով որ անգամ ներխուժել է իմ դուրը բացում են մտնում են վազուն անգամ իմ դուրը բացում են մտնում եմ գալիս եմ տուն տեսնեմ ինքը ինչ որ մի տղամարդ
մարդու հետ կանգնած մի երկու բլուսկա վերցնում գնում, որ ես ձայնս գցեմ իմ հարևանների մոտ ինձ վարքաբեկի, թե ես ինչի մասին, ու ինքը կարա կանգնի ասի, ով ես չէի, ինքն է գոռում, ինքն է եկել դուռը բացել եւ մտել, եւ ես ամեն ինչի վերաբերյալ ես հաղորդում եմ տալի, ոչ մի հաղորդման ընթաց չկա, միշտորդում եմ տեսախցիկները հանել, ձայնագրությունները հանել, ոչ մի ընթաց չկա, Անահիտ Սարդարյան անուն ազգանունովը դա այն դերասանուհին է, չկայացած դերասանուհին բեմից իջած, որը իբրև արցախցիներին օգնություն է բաժանում, որը իբրև մարկանց օգնություն է բաժանում, բայց իրականում նա շոու է անում եւ նա բոլոր բարոյական արժեքներից զուրկ անձնավորություն է, այդն է Անահիտ Սարդարյանը, որը 2 տարի շարունակ ինձ ապօրինի հետապնդում է, նշեցի, թե ինչեր է կատարում իմ անձի նկատմամբ եւ որի վերաբերյալ ես հաղորդումներ եմ տալիս եւ իմ հաղորդումներով բազում իմ հաղորդումներով բարույթ չի նախաձեռնում, անգամ որ դանակը կոկորտիս է պահել մեր մուտքի մեջ եւ դրանով էլ անգամ քննչական կոմիտեի մոտ մեքենան ա քշում վրես եւ բոլոր տեղերում, հա, եւ այս անձնավորությունը նույնիսկ մեքենայի միջից մի անգամ ասեց, թե Աննա Հակոբյանն է ինձ հովանավորում եւ նա հովանավորված է, այս Անահիտ Սարդարյան, այդ դերասանուհին, այդ չկայացած դերասանուհին բոլոր բարոյական արժեքներից զույգ, առերևույթ հանցագործություն կատարող, նա բեմի դերասան չէ, նա կյանքի դերասան, ստախոր, շանտաժիստ է, սա հարգելիս, սա բանը հովանավորվում է ամբողջ ոստիկանության ամբողջ անձնակազմի կողմից, ունի մարդիկ նաև բանում KGB-ում, որին իրան որ հովանավորում են։ Ես անգամ ունեմ նրա հովանավորողներից մարդկանց, որ տեսնեմ, անգամ կճանաչեմ, որոնք որ անգամ իր կողքը նստացրած սրան բերում են եւ ինձ ջուրաշփում իմ վրա։ Մի անգամ ուղակի քննչական կոմիտե են կան, չէ, եւ ասում եմ, ես նույնիսկ իրան չեմ ճանաչում, տեսախցիկները հանեք։ Այս անձնավորությունը, այդ Անահիտ Սարդարյանը նաև մասնակից է ինձ մեղադրական եզրակացության այս քրեական գործին։ Բազում անգամ կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների բանը առաջի բաժնում այս գործը, շինծու գործը, հա, հարուցվել, բազում անգամ այդ Անահիտ Սարդարյանին տեսել եմ այնտեղ, դեղին գույնի խամերի մեջ նստած, տեսել եմ նաև իր այդ մշտապես եղնող մի հատ կնոջը, որ ասին ինչ որ Գայանե է անունը, այդ դեղին գույնի խամերի մեջ նստած, որը զրուցում էր նաև այդ քննիչների հետ ու որես մատեր թափտալի ու ծիծաղում էր, թե իսատես բերդում կհայտնվես։ Անահիտ Սարդարյանը մասնակից է նաև իր ամբողջ քրեականների հետ ոհմակով, որոնք որ պաշտպանում եւ հովանավորում են Անահիտ Սարդարյանի բոլոր հանցավոր արարքները, այս մեղադրական եզրակացության կազմելու եւ ինձ վնաս տալու հարցում, հարգելիս։